Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներից որևէ մեկում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ ինչ-որ այլ հարթակում, մենք Կիսալուսնի մայրամուտ հաղորդաշարն ենք սկսում, այն ձեզ համար Դավիթ Խումարյանն է վարում, երկրորդ խոսափողի մոտ, առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Տիրան Լոկմագյոզյանն է, Տիրան ողջույն։ Բարև։ Սիրելի ռադիո լսողներ, Տիրանը տասնամյակից ավելին է արդեն, ինչ մեզ մոտ վարում է այս հաղորդումը, ճիշտ եմ ես Տիրան, տասնամյակից ավել։ Իմ համոզմամբ մեր երկրի Թուրքիայի հարցերով լավագույն փորձագետներից է ու հայ-թուրքական վերջին տարիների հիմնական օրակարգը այդ դիվանագիտական հարաբերությունների բացումն է Իրանից բխող ճանապարհների բացումով, այսինքն հայ լիբերալ մտքի մի հատված կար, այն ժամանակ Տեր-Պետրոսյանին հարող, որոնք որ ասում էին, որ դա կարևորագույն քայլերից պիտի լինի, որ ճանապարհը բացվի, երևի թե նոր սերունդը չի հիշում, բայց հայ-թուրքական սահմանը բաց է եղել մինչև Քարվաճառի ազատագրումը, այսինքն Խորհրդային Միության տապալումից հետո եւ մինչև հայկական զինված ուժերի Քարվաճառի ազատագրումը, նույնիսկ Գյումրի Կարսի երկաթգիծն է աշխատել, եթե ես չեմ սխալվում, այսինքն շարժ ա եղել, առևտուր ա եղել, դրանից հետո փակվել է եւ հիմա նորից անդադար խոսակցություններ են գնում, հայկական կողմը Մարգարայի Մաքսատունն ու ընդհանուր առմամբ այդ հատվածը վերանորոգել է պատրաստ է, Թուրքիայում էլ խոսում են նրա մասին, որ կարծես թե այո, մենք էլ քննարկում ենք, պատրաստ ենք քննարկել։ Այսօր պայմանավորվել ենք խոսել ընդհանուր առմամբ նախ ումա պետք այդ սահմանի բացումը, ումա ավելի ձեռնատու եւ պարոն Լոկմագյոզյանը համոզված է, որ Թուրքիան երբեք չի բացի սովորական քաղաքացիների համար, ոչ թե երրորդ երկրի քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիրը կրողների, այլ մեզ համար, ձեզ համար երբեք չի բացի այդ սահմանը։ Փորձենք հասկանալ բոլոր կետերը։ Նախ ինչի չի բացի ըստ ձեզ։ Եկեք լավ, մի փոքր պատմական ակնարկ անենք, չնայած սրա մասին խոսել ենք։ Խոսենք բանից, հա, այդ 90-ականների սկզբին բաց սահմանը։ Անկամ ես կասեի մի քիչ ավելի հետ գնանք, որովհետև շատերը կարծեցին թե երևի հիմի այդ մեր ասածից թե սովետական միությունից հետո սահմանը բաց էր ինչ-որ ժամանակ, հետո փակվեց։ Ոչ, սովետական ժամանակ էր բաց։ Եվ հենց երկաթգիծն էր աշխատում։ Ցամաքային ուրիշ ճանապարհ չկար, այդ մնացած ճանապարհը փակ էր։ Միայն երկաթգիծը, այն էլ շաբաթը մի անգամ մի հատ գնացք էր գնում գալիս, եւ քանի որ ռելսերի բանը լայնությունը դարբեր են, սովետական, այսինքն այն ժամանակ Ռուսաստանի ժամանակ կատարվեց դա ռուսական կամ սովետական բանը լայնությունը չի համապատասխանում ստանդարտ չափսերի աշխարհի մի կողմից մյուս կողմը գնալը անհնարին է դրա համար երկու կողմից երկու հատ գնացք էր շարժվում գալիս է մեջտեղում իրար քիթ էին դալիս այս կողմից եւ այն կողմից մարդիկ իջնում էին իրենց վեշերով փոխում էին գնացքը հետո այդ նույն գնացքները հետ էին գնում մեկը ղարսեր գնում մյուսը բաներ Գյումրի էր գալիս Իրան այսինքն նույն գնացքը երբեք չի գնացել հայկական գնացքը չի մտել Թուրքիա թուրքական գնացքը չի եկել Հայաստան երբեք ամբողջ սովետական ժամանակ էլ այդպես եղել եւ սակայն երկու կողմի այս մասնագետները արդեն ինչ որ ծրագիրներ էին մշակում եւ բաներ գրունկներ էին դրել այնտեղ արդեն ամեն ինչ պատրաստվել էր համարյա թե սկսել էր այդ գործը որ այդ գնացները իրար մոտենան մարդիկ չիջնեն վագոնները դակից քանդեն այստեղից այն կողմից այս կողմը դնեն վագոնները առանց այդ վեշերը իջացնել բերել տանելու խնդիր լինելու ու գնացներ նորից գնան հետ բայց արդեն մյուս վագոններով սակայն դժբախտաբար չիրականացավ դա, որովհետև ինչպես ասացիք այդ պատերազմի ընթացքում այնպիսի մի փոփոխություն եղավ, որ Թուրքիան որոշեց Հայաստանի հետ սահմանը փակել եւ գնացքը ավարտվեց։ Թե չէ հատկապես սովետական միության քայքայման տարիներին կամ դրանից հետո, այսինքն 90-ականների սկզբից մի քանի տարի շատ ինչ ասեմ, շատ թեժ էր այդտեղ շատ մարդիկ հազարներով մարդիկ գնում գալիս էին հայերը օրինակ այստեղից այն ժամանակ սովետական միության
փողներ եւ գներն էին, աբրանքներ էին վերցնում տանում այնտեղի գներով շատ էժան վաճառում էին, հատկապես տեխնիկա եւ այլն էին տանում, օրինակ գոլֆ գտելու այդ գործիքները այնտեղ չկար եւ շատ թանկ էր, իսկ այստեղ թափած ու այնտեղից շորմոր եւ այն ինչ որ պետք է առնում են բերում են ջինս էին առնում այստեղ գրկնաբադիկ վաճառում են եւ լավ փող էին աշխատում հատկապես գյումրեցիները եւ ղարսում էլ միանգամից ասենց բում եղավ սկսեց զարգացան պատկերացրեք որ տաքսին աշխատում է բեռնագիրը աշխատում է հյուրանոցը աշխատում է ռեստորանը աշխատում է խանութները աշխատում են միանգամից ղարսը սկսեց աշխատել եւ խանութները սկսեցին շատանալ բացվել հարստանալ Ստամբուլից Անկարայից հատկապես Ստամբուլից ապրանքներ էին բերում հատկապես այն ինչ որ շատ էին ուզում եւ այդ ապրանքներից գլխավորից մեկը բանն էր շաուրմայի այդ գործիքներն էին բերում եւ այն ժամանակ ահագին բերեցին եւ քաղաքը լիքներ այդ շաուրմայի այդ գործիքները շատերը կարծում էին որ շատ հեշտ գործ է միանգամից այդ գործիքը բերեցին ու վերջացավ հետո երևաց որ այդ սարքելը պետք է Դրանք կարծում եղել եք իհարկե ասում են որ Գյումրիին շատ նման են այո ոնց որ եկվորյակներ լինեն երկու քաղաքներն էլ վերականգնվեցին այսինքն զարգացան ավելի ճիշտ է 19-րդ դարում երբ որ 1828-ին ռուսները առաջ խաղացում ունեցան եւ բարսիկներն այստեղից դարեցին եւ այս տարածաշրջանը ղարսը նաեւ այն ժամանակ արևելը Հայաստանի տարածքի մեջ է դարձան ռուսական օկրոկ այսինքն ռուսական տարածք դարձան եւ քանի որ ռուսները այն ժամանակ երկաթգիծը կառուցեցին մինչեւ Գյումրի եւ մինչեւ Ղարս երկու քաղաքները միանգամից զարգացան այսինքն այն որ ասում են բանի Ալեքսանդրոպոլի կամ բանի Գյումրի արհեստավորները սենց են մոդունտները սենց են եւ այլն այդ ամեն ինչ 19-րդ դարում կատարվեց 18-րդ դարում այդ շենքերը չկային այդ բաները չկային այդ արհեստավորներն էլ չկային եւ այդպես զարգացան նրանք եւ նույն տիպն են որովհետեւ նույն ժամանակ նույն ոճով կառուցվեցին այդ սովետներն ռուսական ժամանակ կառուցվեցին այդ երկու քաղաքները եւ բարեբախտաբար Ղարսը աղքատ քաղաք է դրա համար մնացին դեռ թե չէ բանի Երևանի ճակատագրին կարժանանային ի վերջո ձեր նկարագրածով եթե գնանք Թուրքիային էլ ձեռնատու էր այդ երկաթգծի աշխատանքը որտեղ այդտեղ էլ չոր գործառույթություն սկսվեց այո իհարկե այն ժամանակ այո հետո Հայաստանին հարված հասցնելու համար բացեցին դե պատկերացրեք այն ժամանակվա Հայաստանը Իրանի հետ սահմանը չկար գամուրջ չկար որովհետև սովետական ժամանակ չկար Նախճեվանի եւ բանը Ադրբեջանի վրայով էին ճանապարհները Հայաստանին կարիք չկար այն ժամանակ կամուրջ կառուցել սահման կառուցել դա հետո եղավ Վրաստանը խառնված էր արդեն այն ժամանակ Վրաստանը մեզանից բետար վիճակում էր Ադրբեջանի հետ բادرազմ ունեին այսինքն 3 սահմանները փակ միայն այդ սահմաններ փակ Թուրքը այդ սահմանն էլ փակեց որ Հայաստանին վերջի հարվածը տա բարեբախտաբար դա դեղի չունեցավ մի քանի տարի ասենք 2-3 տարի Հայաստանը ինչ խնդիրներ ունեցավ բայց 3 տարի հետո արդեն հայերը ինչպես միշտ ճանապարհները գտան եւ այլն հարմարացին միայն մոթային սահմաններ մնացել դեպի Ռուսաստան գնացող մենք այն ժամանակ երևանցիները գիշեն Գյանքի ճանապարհ էր կոչվում Լենինական Էջմիածնի ճանապարհը այդ ճանապարհի վրա այսօրվա այդ խանութները եւ այլն այսօրվա հատկապես բանի գահույքի խանութները եւ այն չկային այնտեղ չկար ազատ էր դադարք էր եւ այնտեղ սկսեցին մարդիկ Ռուսաստանից բերված ապրանքներ վաճառել հիմնականում սնունդ ասենք սարեցրած հավ եւ այն բերում այնտեղ վաճառում էին հետո առաջի բուտկաները երևացին են դե այդ բուտկաները դարձան փոքրիկ խանութներ եւ այլն դրա համար այնտեղ այդպես խայտափխետ վիճակ է ճարտարապետական տեսանկյունից այո այնտեղ ճարտարապետություն չկա իհարկե այն մարդը որ մի քիչ ավելի շատ փող աշխատեց ավելի մեծ բան կառուցեց իսկ միջները որ չկարողացան այդքան շատ փող աշխատեն ելի մինչեւ այսօր փոքր մի հատ խանութով մնացել են
Այդ պատճառով Հայ-Թուրքիան սահմանը փակեց եւ որ մեզ խեղդի։ Սակայն բարեբախտաբար դա դեղի չունեցավ, մենք էլ հաղթեցինք պատերազմում եւ բայց այդպես մնաց սահմանը։ Բայց ես ասեմ որ առաջի ժամանակները այդ սահմանը գիսով չափ բաց էր։ Այսինքն այն որ այսօր են ուզում թուրքերը անեն եւ մեզ առաջարկում են դիպլոմատիկ паспорт ունեցողները կարողանանաց այն ժամանակ կար այն ժամանակ այո pedagogan գործիչները հատկապես Հայաստանի կողմից Թուրքիա գնում գալիս էին եւ հատկապես այդպես էին անում որ այդ սահմանը լրիվ չփակվի Թուրքիան շարունակ ստիպված լինի ինչ որ մարդկանց առաջ այդ սահմանը բացելու նախարարներ եւ այլն այդ ճանապարհով ցամաքային ճանապարհով գնում չնայած որ օթայինի իհարկե ավելի հեշտ է հենց միայն սրա համար որ այդ սահմանը աշխատի սակայն հետագայում Թուրքիան հիմա տարին չեմ կարող ասեմ Թուրքիան դա չթողեց այլևս փակեց վերջնականապես եւ մնացինք այդ վիճակում ինչպես որ մինչեւ այսօր կա եւ Թուրքիան այսօր ինչ որ առաջարկում է սահմանը բացելու անվան դա նույն բանն է առաջարկում ինչ որ փակելուց հետո ունեինք մի քանի տարի այսինքն մեծ բան չի առաջարկում մեզ Թուրքիան եւ շատերը այդ բանով խափվում են կամ իշխանությունները խափում են թե սահմանը բացվում է Ուր է բացվում, դա բացվել չէ, ընդհակառակը Թուրքիայի սահմանը փակելուց հետոյի վիճակն է լինելու, այսինքն դա էլի փակ սահման է լինելու, մեզ համար, ժողովրդի համար, հայ ժողովրդի համար եւ նաեւ թուրք ժողովրդի համար այդ սահմանը էլի փակ է մնալու, բաճին է եւ տեսեք գնացքի ճանապարհը չեն բացում դերևս, այլ բանը մեքենայի ճանապարհն են բացում, մեքենաների ճանապարհը, որը սովետական ժամանակ փակ էր, չէր աշխատում, գնացքներ աշխատում։ Իսկ սա աշխատի միայն այն դեպքում, եթե անցնող կա։ Իսկ գնացքը այնպես, գնացքը միշտ էլ գնալու գալու է ինչպես ժամանակին էր։ Իսկ սա միայն այն ժամանակ, երբ որ մի հատ մեքենա գալիս է, նայում են, հա, սա բանը քաղաքական գործիչ է կամ պետական паспорт ունի նա կարող է անցնել եւ երրորդ երկրի քաղաքացիներ իհարկե դա մեզ ներկայացնում է որպես տուրիստները գնան սակայն տուրիստները մինչեւ այսօր են ով որ ասենք մի տուրիստական փաթեթ է առնում եվրոպացի օրինակ առնում է օրինակ Թուրքիայի համար ով մյուսը առնում է Հայաստանի համար եւ այն կամ ասենք կան փաթեթներ որոնք Վրաստան, Հայաստան եւ բան է Ադրբեջան է, որը այսպես չի դառնես հատկապես շատ քիչ է, ավելի քիչ է վաճառում, հիմնականում Վրաստան, Հայաստան ավելի շատ են վաճառում այդ փաթեթները։ Գուցե նաեւ աբակայում փաթեթներ սկսեն վաճառվեն Թուրքիա, Հայաստան իրար հետ միասին, սակայն ես չեմ կարծում որ շատ մեծ բան ունենալու դա բում է ունենալու շատ մարդիկ բան։ Տիրան, Պոլսից հայկական համայնքը, հայկական հատվածը Պոլսի անդադար բոլոր հրապարակային խոսույթներում ասում է, որ ինքը շատ կողմ է հարաբերությունների բարելավմանը, սահմանի բացմանը Ինքը այդպես է ասում, որովհետև իրականում Պոլսահայությունը դա ուզում է, թե կարծում եք, որ տեղ ինչ-որ հրահանգ կա հաշվի առնելով Թուրքիայի թուրքական պետության խստությունը համայնքների հանդեպ։ Պաշտոնական կողմերը թե Չէ, համայնքի ժողովուրդը, նա Կարո Փայլյանը երբ падգամավոր էր, երկար դրա ջատագովն էր։ Այո, Կարո Փայլյանը այսօր էլ ասում է, որ մարտ ամսին պիտի բացվի սահմանը, չնայած Թուրքիայում չաբրելով եւ նաեւ թուրքական իշխանական շրջանակների հետ ոչ մի կապ չունենալով ընդհակառակը ինքը միշտ ընդդիմադիր է եղել եւ իշխանության կողմից այքան էլ սիրված դեմք չի եղել այսինքն եթե Կարո Փայլյանը այդպիսի խոսք է ասում ես վստահ եմ որ ինքը ոչ մի իշխանական կառույցի կամ իշխանավորի հետ այդ բանը չի խոսել եւ Իրանից տեղեկություն չի ստացել դա իր սեփական կարծիքն է կամ ինչ որ մի բան այստեղ գցում է որ գիտեք ես էլ խոսեմ դե գիտեք Գարո Փայլյանի անունը դժբախտաբար շատ մեծացվեց անգամ մեդալ տվեցին եւ այն ժամանակ ես ասում եմ զգուշացնում եմ որ
չխառնեք Կարոփայլյանը հրանտինք չի եւ հետագայում որ այս անգամ էլ հակահայկական ինչ որ ելույթներ ունեցավ, ասենք օրինակ Խոչալուի դեպքերը եւ այլն, այս անգամ միանգամից ամբողջ Հայաստանը Կարոփայլյանի դեմ կանգնեց։ Ոչ նա պետք է անել, ոչ էլ մյուսը պետք է անել, այլ պետք է նայել ով է, ինչ է ասում, ինչ նպատակներով կարող է դա ասի կամ խոսի կամ այդ գործերը անի եւ մի քիչ պետք է ասողին լսել եւ հետո էլ չխապնվես, այսինքն շատ օպտիմիստ չլինես, բերանբաց չվազես ամեն մի խոսողի հետևից, որ հետո չխապնվես, հետո չհիասթափվես։ Ինչպես ասի, ես այն ժամանակ ասում էի, եթե ինձ գոնե մի հոգի լսած լիներ, գուցե հետքան չէր հիասթափվեր հայ ժողովուրդը, հատկապես իշխանությունները, կառավարությունները։ Ինչ որ է։ Կարոփայլյանին մի կողմ թողնենք, այստեղ վերցնենք բանը, օրինակ պաշտոնական բոլսայություն, այսինքն բادرիարքարանը, որովհետև Թուրքիայի կողմից էլ դա այդպես ընդունվում է։ Իհարկե բادرիարքարանի դրությունը պետք է մտածեք։ Այնտեղ աշխարհի բոլոր երկրներից տարբեր վիճակ կա այնտեղ հadoop վիճակ է։ Իհարկե, եթե ասենք Ամերիկայի մասին, Մոզամբիկի մասին, եթե խոսեք, բادرիարքարանը կարող է այնպես ազատ կարողանա խոսի, որ դուք ընդունեք իր ասածը, սակայն Թուրքիայում նստած բادرիարքը Թուրքիայի մասին խոսի, դա արդեն պիտի մարդ մի քիչ քթիծակ ունենա հասկանալու համար, որ այս մարդը չկարա ամեն ինչ խոսի, անգամ եթե ինքը ուրիշ տեսակ է մտածում։ Գալով ժողովրդի մասին, ժողովուրդն էլ նույն վիճակում է։ Այսինքն այդ մարդը ձեզ հետ կարող է խոսի, թե այստեղ այսպես վատ է վիճակը եւ այլն, նույն բահին ասենք խանութից ներս մտնի մի հատ օդար լրակրող եւ հարց տա թե դուք որպես հայ ոնց եք ապրում Թուրքիայում, ասում շատ լավ, հրաշալի, մենք ոչ մի խնդիր չունենք եւ այլն։ Եվ ես տեսել եմ այդ օրինակները։ Այսինքն հենց այն չեմ ասում, երևակայական չէ։ Հենց որպես կատարված դեպք ես դա ապրել եմ, տեսել եմ։ Այդ նույն մարդը, որ քեզ հետ նստում է այսպես խոսում է, միանգամից լրակրողն ու ինչ բան, լրակրողն էլ կամ ինչ որ օդար երկրի դեղեցություն հավաքող մարդը, ահա, կասե, ուրեմն այսպես է վիճակը ու կգնա իր երկիրը։ Դա պետք է նկատի ունենալ։ Երկրորդը, ինչպես որ Հայաստանում է, նույնն էլ Ամերիկայի հայ համայնքն է, հայ համայնքն է կամ Թուրքիայի հայ համայնքն է։ Այսինքն այնպես չէ որ բոլորը նույն կարծիքի են, այո, գա մի 10-20%, որը հասկանում է, գիտի, ավելի խորն է մտածում եւ նրանք էլ իմ նման օրինակ այս պայմաններով չեն ուզում որ սահմանը բացվի, այս վիճակով չի ուզում։ Սակայն 80% ասում, լավ կլինի, ինչ կլինի, արևտուր կանենք, լավ կլինի, նույն խոսքերն են ասում, ինչ այդ սահմանում մարգարայի մոդակայքում բնակվող աղքատ գյուղացին, որը ասում է լավ կլինի, ինչի համար լավ կլինի, ասում ես, արևտուր կան, դու ով ես որ դու արևտուր բիտանես, դու այդ անգամ այդ արևտուրնի, այդ արևտրից մի լուցկի հակես հասնելու է այդ արևտուրը, դու կարաս ինչ որ մի բան։ Դիրան, ի վերջո դու մնում ես այն կարծիքին, որ Թուրքիան երբեք չի բացելու այդ սահմանը լիովին նկատի ունեմ երկաթգիծը, ավտոմեքենան եւ բոլոր տեսակի անձնագրերը կրող մարդկանց համար, հայերի, թուրքերի։ Այսօրվա պայմաններով Թուրքիան չի բացի այդ սահմանը եւ այսօրվա պայմաններով Հայաստանին էլ ձեռնդու չէ եթե այդ սահմանը բացվի։ Ես դա այսօր չեմ ասում, ես նախկինում էլ ասել եմ, դա 20 տարի է երևի մինիմում այդ խոսքը ասում եմ։ Պայմաններ են պետք։ Եթե այդ պայմանները կոյանան, այդ պայմաններով կարելի է սահմանը բացել։ Դիրան, իսկ ինքը ինչի չի բացի։ Նկատի ունեմ ինչ նախնդիրը։ Ինքը տնտեսապես մեզնից հզոր է։ Մենք որպես Հայաստանի քաղաքացիներ հասկանում ենք վտանգը այդ սահմանի բաց լինելու։ Իրան ինչն է անհանգստացնում այլևս։ Դրա մասին ես քիչ ուզում էի շարունակի, որովհետև սահմանը փակելը մի այբ, սահմանը բացելը երկու այբ է այստեղ։ Այսինքն փակեցին, փակելը հեշտ է։ Հետո ուզում են բացեն,
բարձրես պիտի դառնան, պիտի լինեն, որ սահմանը բացեն։ Հետո հենց իրենց ժողովրդից կա հարց կտան, բայց սահմանը ինչի փակեցի։ Դե որովհետև Ադրբեջանը եղբայրներին մենք նեղացրել էինք, հիմա Ադրբեջանը հաղթել է Քարվաճառը, որի պատճառով եւ փակվեց սահմանը։ Այլևս հայերի ձեռքում չի։ Քարվաճարի ժամանակ այդ սահմանը բացելու արդյունքում ինչ որ նպատակ ունեիր, այդ նպատակին դու հասար, այսինքն դու Հայաստանին կարողացար ծնգի բերել, չէ։ Դու Հայաստանին չկարողացար, այս կողմից Հայաստան ծնգի եկավ, այո, բայց դու Հայաստանին ծնգի չբերեցիր, բայց դեպքում ինչ ես բացում սահմանում։ Հենց դա էլ դրա համար էլ Թուրքիան, Էրդողանը չի բացելու սահմանը։ Հայաստանին պետք է ծնգի բերե, որ ինքը բարձրես դառնա։ Երկրորդը պետք է նկատի ունենանք, որ թուրքերը ընդհանուր առմամբ եւ հատկապես Թուրքիո պետությունը, որովհետեւ Թուրքիայում կա խորքային պետություն, չէ՞, խորքային պետությունն է ղեկավարում այդ երկիրը, խորքային պետությունը ֆաշիստական է, ֆաշիստական պետություն է։ Այսինքն անգամ եթե ինչ որ մեկը բախտի բերումով իշխանության գա, որը չի ուզում ֆաշիզմով առաջնորդվի այդ երկիրը եւ նորմալ դեմոկրատիկ եւ այլն երկիր դառնա, չեն թողնելու։ Այսինքն իրենց այդ ազգայնամոլ նպատակներով պիտի առաջ գնա եւ ազգայնամոլությունը նաեւ խանգարում է, որովհետեւ այնուամենայնիվ մտածում են ինչ Հայաստանի սահմանը բացեմ ես, Հայաստանի սահմանը բացել նշանակում է Հայաստանի լավություն արած լինել։ Ինչի պիտի ես չեմ բացելու այս։ Այսինքն այստեղ հարցը ավելի շատ հոգեբանական է, քան քաղաքական։ Այսինքն ինչ-որ պոպուլիստական մղումներից ելնելով, եթե նույնիսկ այսինքն Թուրքիան կարենա իր հասարակությանը բացատրի, որ տնտեսապես կարողա այդ Թուրքիային պետք է, մեկը հոգեբանորեն իրանք պատրաստ չեն եւ իշխանությունը եւ հասարակությունը դիվանագիտություն կա, քաղաքականություն կա, տնտեսություն կա, ամեն ինչ կա այստեղ։ Տեսեք, այսօր մենք 30 տարի մենք Թուրքիայի հետ արևտուր չունենք, ունենք, հա, երկան։ Ո՞վ չգիտե, թուրքերն էլ գիտեն, պետությունը չգիտի, պետությունը, բայց օրենքով չի կարելի։ Թուրքիայում օրենք կա, որ Հայաստանի հետ չի կարելի արևտուր անել, այսինքն որևէ թուրք չի կարող մի բաժակ վաճառի Հայաստանին, այդպիսի թղթերով դուրս եկող, եթե այս բաժակը այդ կրուզավիկով դուրս է գալիս երկրից, չեն թողնի։ Ինչը կատարվում, երկու տարբեր թղթեր են պատրաստվում, մեկը Վրաստան է գրված, մյուսը Հայաստան է գրված, Թուրքիայից դուրս գալուց Վրաստանով դուրս են գալիս, Վրաստանից դուրս գալուց Հայաստանով են դուրս գալիս։ Հիմի Թուրքիո պետությունը կառավարությունը ապուշ է։ Չէ։ Մեզնից է խելոք է։ Շատ լավ գիտե, ամեն մարդ գիտե Թուրքիայում, որ օրեկան, գիտեմ քանի 100 բան է, բեռնատար է մտնում Հայաստան, 20 տոննանոց բեռնատարների մասն ենք խոսում։ Օրեկան, չգիտեմ, քանի 100-ը մտնում են։ Դե մենք խանութներում տեսնում ենք թուրքական պաշտոնական բրենդեր կան Հայաստանում։ Ես գիտեի, որ մի բանը ֆիրման 100 թե 150 բան է բեռնատար է մտնում ամեն օր Հայաստան։ Հիմի թուրքերը գիտեն, բայց մի աչքը փակում են։ Սա քաղաքականություն է։ Սա մի տեսակ դիվանագիտություն է, այո, որովհետև պետք է իրեն ձեռը տալիս։ Փող է աշխատում։ Երկիրը փող է աշխատում։ Հայաստանի վալյուտան գնում է Թուրքիա։ Բայց սահմանի թուրքական սահմանով կամ ուղղակի Հայաստան չի ուղարկվում այդ ապրանքը։ Դա էլ դիվանագիտություն է։ Դա քաղաքականություն է։ Այդ ապրանքը գիտի, որ ինքը Հայաստան է գնում, բայց իր արչևը չես կարա դնես Հայաստան գնացող ապրանք, որի տակը ինքը ստորագրի։ Ինչ ուզում ես գրի, Հայաստան մի գրի, բայց գիտես, այդ ինչ ուզում ես գնում է Հայաստան, չէ՞։ Այսօր նույն խաղը խաղում է Թուրքիան Իսրայելի հետ։ Օրինակ, Իսրայելի հետ որոշում ընդունեց, որ ոչ մի ապրանք չի ուղարկվելու Թուրքիայից։ Այո, 0-ի մակարդակի հասած Իսրայել ուղարկվող ապրանքները։ Իսկ ապրանք չի գնում Թուրքիայից այսօր Իսրայել։ Չգիտեմ, գնում է Իրան։ Նույն քանակությամբ եւ ավելի շատ գնում է
Ոչ թե որպես Իսրայել, այլ որպես Պաղեստին։ Այդ ոնդորացել է։ Պաղեստին են գրում վրան թղթերի վրա եւ պատկերացնում եք, այսինքն Պաղեստինի ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ միանգամից մի քանի հազար անգամ ավելացել է։ Այդ ինչ եղավ Պաղեստինը, որ ընդհակառակը Գազան քարուքան դեղավ, պաղեստինցիները ինչ ապրանք պիտի առնեն, այն ապրանքները, որ իրենք երբեք չեն արել։ Դրանք կրում են Իսրայելի արգե։ Սա քաղաքականություն է։ Սա քաղաքականություն է։ Ըստ քաղաքականության Թուրքիան ոչ մի ապրանք չի վաճառում Իսրայելին։ Թուրքիան վետո է դրած։ Ըստ քաղաքականության Թուրքիան ոչ մի ապրանք չի վաճառում Հայաստանին։ Բայց եթե Իրանից վերցնում է ինչ որ մեկը դանում է Վրաստան, իսկ Վրաստանից էլ Հայաստան դամ, դա արդեն ինքը չի կարա ոչ մի բան անե, չէ՞։ Իրան 3-4 րոպե ունենք մինչև հաղորդման ավարտը։ Տենց ամեն անգամ պատմության տարբեր ժամանակահատվածներում հայկական հասարակության մեջ բացվում է հերթական, այսպես ասած, ցիկլով հարցը, որ թուրքերը փոխվել են։ Չէ՞, դե այսինքն մեր պատմության մեջ ու ամեն անգամ մեր գլխին դալիս են նորից թուրքերը ու հասկանում են, որ թուրքերը չեն փոխվել։ Ի վերջո ազգերը այդ ազգը փոխվում է մեր հանդեպ, ինքը կարա փոխվի շատ հարցերում, մեր հանդեպ ինչ որ փոխ։ Բայց ինչի պիտի փոխվի։ Տեսեք, ժողովուրդները բնավորություն ունեն, ժողովրդական բնավորություն ունեն, ինչպես մարդը իր բնավորություն ունի։ Ես իմ բնավորություն, անգամ փոքր երախան իր բնավորություն ունի, չեն կարա փոխենք այդ բնավորությունը։ Այդ երախուն կարանք ձեծենք, ճարտենք եւ այն ինչ որ մի բաներ հասնենք, որ չանի այդ բաները, բայց բնավորությունը չի փոխվում։ Ժողովուրդի եւ բերության բնավորությունն էլ չի փոխվելու։ Եվ սա պատմության մեջ այդպես է, տեսեք, Թուրքիա եւ Հայաստանը միշտ իրար հետ թշնամի են լինելու, որովհետեւ Թուրքիան թշնամի է լինելու հային։ Թուրքիան եւ Բարսկաստանը իրար հետ միշտ թշնամի են լինելու։ Թուրքիան եւ Ռուսաստանը միշտ թշնամի են լինելու։ Սա այսպես է։ Սա թշնամությունը հատկապես չի փոխվի։ Գասենք բարեկամները կարող են փոխվեն, բայց թշնամությունը չի փոխվելու, որովհետեւ հատկապես նման թշնամությունները շատ խորը արմատներ են գցած։ Իսկանք այդ սահմանի բացվել չբացվելու։ Տեսեք, հիմա խոսակցությունը արդեն 3-4 տարի է որոշում ընդունեցին, որ սահմանը բացելու են երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, բայց էլի չկատարվեց դա։ Ասում են հեսա կլինի, անգամ դա չկատարվեց եւ չի կատարվելու այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանը իր ուզած կորիդորը Հայաստանով չստանա։ Երբ որ Հայաստանը իր ճանապարհները, իր սահմանները բացի ադրբեջանցիների առաջ եւ ադրբեջանցի կսկսեն Հայաստանով անցնել, այն ժամանակ է բացելու Թուրքիան եւ դրան կամ էլ հենց որ դրա հասնելու բաները եթե Երևա որ նշանները Երևան այս փուլը դրա հետ կապված է եւ շատերը կարծում են որ սա առաջի փուլն է լինելու նախ միած sense բացեն մի կարճ ժամանակ հետո էլ ընդհանրապես պիտի բացեն սահմանը ոչ ինչի պիտի բացեն կբացեն այն ժամանակ եթե իրեն ձեռնդու է այսօր հա իրեն ձեռնդու է ինչ որ գեր ասենք ապրանք է վաճառում բան է անում եւ այն սակայն այնքան ձեռնդու չէ որ նաեւ քեզ ձեռնդու մի քայլ անի մենք ապրանքները ստանում ենք Թուրքիայից վաղն էլ կստանանք իմիջայլոց վաղ կարող են երկրորդ քայլը անեն միայն այդ քայլը որ ապրանքափոխանակությունը կատարվի այդ ճանապարհով բայց ոչ մարդկային փոխանակություն այսինքն ապրանքների համար կարող է բացվել ճանապարհը բայց մարդկանց համար ավելի հեշտ լինի Հայաստանին ապրանք վաճառել եւ իրենք ամբողջապես դիրանան Հայաստանի շուկային եւ արդեն այն ժամանակ իրենց խանութները կբացեն այստեղ մեր այսպես ասած բաներին վաճառողներին չեն ոչ մի բան վաճառի այդ ավելի բարդ թեմա է դրա տնտեսական հատվածը պայմանավորվենք որ մի օր էլ մի հաղորդում դրա մասին անպայման կզրուցենք մի թողարկումը մենք
Ամեն դեպքում, սիրելի ռադիո լսողներ ու ռադիո դիտողներ, մենք շարունակելու ենք հետևել այս գործընթացին, որովհետև մեծ հաշվով մեր հաղորդաշարը մենք պատմության մասին էլ ենք խոսում, Հայաստանում իրադարձությունների մասին էլ ենք խոսում, բայց ի վերջո Թուրքիայի եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին են։ Մեզ հատկացված եթերաժամանակը ցավոք սրտի ավարտին մոտեցավ, դուք Կիսալուսնի մայրամուտ հաղորդաշարն եք լսում, հեղինակը Տիրան Լոկմագյոզյանն է, Թուրքիայի հարցերով փորձագետ, այն վարեց ձեզ համար Դավիթ Խումարյանը, մենք հաջորդ շաբաթ կհանդիպենք, մի փոխեք ռադիո ընդունիչի ալիքը, շարունակեք լսել մեզ։